Հրապարակը գրում է իշխանության ներսում շրջանառվող տեղեկության համաձայն Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը, թերթը հիշեցնում է ռուսական կողմը Սյունիքում հյուպատոսություն բացելու փորձն արել է դեռ 23 թվականից, մինչդեռ 22-ից Կապանում հյուպատոսություն ունի Իրանը, մոտորերս էլ Ֆրանսիայի հյուպատոսություն կբացվի Գորիսում։ Չնայած ռուսական կողմը հայտարարել է, որ մինչև մայիսի վերջը կլինի կոնկրետ պայմանավորվածություն, աղբյուրը փոխանցում է ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ 3 Կապանից ԿՊԱ-կան պատգամավոր Մարինա Ղազարյանը թերթի հարցին, թե ինչու է ձգձգվում բացումը, աբսուրդ պատասխան է տվել, թե խնդիրը համայնքապետի դաշտում է, տարածքի խնդիրը չի լուծվում, հյուպատոսության համար տարածք են ման գալիս, ինչն էլ ձգձգման պատճառն է։ Ժողովրդի տեղեկություններով ԿՊ վարչությունում որոշել են մարզեր գործուղել տարբեր ԿՊԱ-ականների, որոնք հանրության շրջանում հեղինակություն ունեն։ ԿՊԱ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ։ Արդյոք 26 թվականին շանս ունեն ընտրվելու այդ առաքելությունն անձամբ վստահված է Գևորգ Պապոյանին, ԿՊԱ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու այդ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե իհարկե հեղինակություն ունի։ Ըստ ԿՊԱ մերձ աղբյուրի Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից Արուսյակ Մանավազյանից պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել եւ առաջիկա շաբաթներին ԿՊԱ-ականները մարզեր կգնան։ Փաշինյանը եւս շրջելու է մարզերով, բայց կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսված է Շիրակ այց։ Հրապարակում կարդում ենք ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Մակունցը որոշ տեղեկություններով բազմիցս դիմել է ամերիկյան իշխանություններին կալանավորված Վարդան Ղուկասյանին դոգին Հայաստան արտահանձնելու խնդրով, բայց մերժում ստացել։ Նորից է փորձում հույս ունենալով գոնե մի հարցում օգտակար լինել պետությանը, մինչև Հայաստան վերադառնա։ Մակունցի ձախողումը սկսվել է նշանակման օրվանից, երբ հայ համայնքի հետ չկարողացավ լեզու գտնել ու առավել խորացավ այն ժամանակ, երբ Բայդեն-Թրամփ մրցապայքարի ժամանակ Բայդենի թիմի հետ էր շփվում, վստահ լինելով, որ Հարիսն է հաղթելու։ Ու մի կիքս էլ տեղի ունեցավ Վենսի ու Փաշինյանի հայտնի հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը տեղեկացել է, որ կարճատև հանդիպումը ոչ թե Մակունցն է կազմակերպել, այլ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քուինը, բայց Մակունցը փորձել է սեփականացնել այդ հաջողությունը։ Հիմա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի շնորհիվ մեր հարաբերությունները այնքան են փչացել Թրամփի վարչակազմի հետ, որ ստիպված են $500,000 ծախսել պրոֆեսիոնալ լոբիստներ վարձել, իսկ Մակունցը չնայած ջանքերին գործուղումը երկարաձգելու օգոստոսին հետ է կանչվելու Հայաստան։ Այդ տեղի վրա աչք ունի Նարեկ Մկրտչյանը, բայց ասում են Փաշինյանը դիվանագետ է փնտրում, հասկանալով, որ ԱՄՆ-ի վարչակարգի հետ աշխատանքը ամենևին էլ դիլետանտի խելքի բանը չէ։ Ժողովրդում կարդում ենք ազգային ժողովի փոխնախագահի համար 24 թվականը հաջող տարի էր, նա միանձնյա սեփականությամբ գնել է նոր բնակարան ու ավտոկայանատեղի։ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողով է եկել 21 թվականի հունիսի 20-ին ՔՊԻ ցուցակով, 21-ի օգոստոսի 3-ին ԱԺ փոխնախագահ է ընտրվել։ Ռուբինյանի կինը Մարիամ Հաջի Հակոբյանը եւս աշխատում է ազգային ժողովում, գլխավոր մասնագետ է։ 24 թվականին անշարժ գույքի եկամուտների ծախսերի ու շահերի հայտարարագրի համաձայն Ռուբինյանը գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո ձեռք է բերել բնակարան կանաչ թաղ ՍՊԸ-ից 47 միլիոն դրամ արժողությամբ, 5 միլիոն դրամ արժողությամբ էլ ավտոկայանատեղի։ Թերթը հիշեցնում է, որ Ռուբեն Ռուբինյանը 2018-ին որպես արտաքին գործերի նախարարի տեղակալ ներկայացրել էր ընդամենը 500,000 դրամ հայտարարագրում, իսկ պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնավարման պարտականությունների ստանձնման օրը, այսինքն 18 թվականի հունվարի 1-ից մինչև նույն տարվա մայիսի 29-ը ստացած եկամուտները ընդամենը կազմել էին 150,000 դրամ։ Կարճ ասած, անհամեմատելի է 7 տարիների աճի տեմպը ԱԺ փոխխոսնակի հայտարարագրում, արձանագրում է թերթը։
Իսկ ժողովրդում կարդում ենք, որ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ներկայացրել է Հանրապետություն կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին թերթի տեղեկություններով նրա թեկնածությունն ընդունվել է Սառը դատարանի մի շարք անդամներ նախընտրում էին տեսնել Վլադիմիր Վարդանյանին, բայց Փաշինյանը որոշել է նրան խորհրդարանում պահել, Զեյնալյանին գործուղել ՍԴ։ Դատավորները անկախ իրենց նախընտրությունից ստիպված են նրա հետ համագործակցել, գրում է թերթը։